Խաղություն Աստված ժողովուրդ։ Խաղություն։ Արկադի եղբայր ջան, Աստված շատ օրհնի։ Կասեք ինչու Հիսուսը ջուրը դարձրեց գինի, եթե խմիչքը մեղք է, շնորհակալ եմ։ Աստված շատ օրհնի ձեզ, սիրելի հարց տվող, շատ հետաքրքիր հարց է։ Տեսեք, Աստված ինչի ջուրը գինի դարձրեց։ Հարսանիքի ժամանակ։ Լավ, Աստվածաշունչը հասկանալու համար, սիրելիներ, պետք է իմանանք, ինչ բան է հարսանիք, ինչ բան է ջուր, ինչ բան է գինի, որտեղ բոլորը խորհրդով է գրված։ Աստվածաշունչը անտեսանելի թե ինչի արեց։ Հա, տեսանելիով անտեսանելին ենք մենք պատկերացնում։ Այդ գինի մասին չի։ Այն որ գինին տվեց աշակերտներին, ասես խմեք եսի իմ արյունը, այր արյունը ոչ է։ Հացը տվեց հայց իմ մարմինն է, կամ որ իմ մարմինը չուտի, ինձ արժանի չի, հո, այս մարմինը կոնկրետ ֆիզիկապես գրով հո ինքը չէր խոսում։ Հոգևոր է խոսում։ Նույնպես հարսանիքը սիրելի հարցնող, տեսեք, կանայում հարսանիք է։ Կանա բնագրով թարգմանվում է երրանդ, հոգևոր իմաստով երրանդ, երանդուն, մարդը ոնց է երանդուն ձևով հարսանիքի մեջ է։ Իսկ հարսանիքը մի հատ խնջույք է, ուրախություն է, որտեղ երկու զույգեր միանում են, որ պետք է ունենան իրանց սերունդը, հավաքված են բոլոր հարազատները, կերուխում, ուրախություն, երկու պարա։ Հարսանիք հասկացողությունը դա է։ Հիմի տեսեք, որ դու երանդուն ես, երанд ասել գիտեք, որ երբ որ մենք աղոթք էինք անում Հայաստանում, ջեր մեռանդ սենց աղոթում էին երանդուն, մեր մտքի մեջ ոչ մեղք կար, ոչ կողքից խանգարող բան կար, երанд, հասկանում եք, երանդուն իրավիճակի մեջ, այդ հարսանիքի կերուխումի մեջ, գինին վայելչությունն է, վայելչությունը պակասեց, պրծավ, ոնց որ ձանձրացավ մարդ, խոսքը կա, ջուրը կա, բայց երանդը գինին չկա, այսինքն խոսքը կա, կարդում եմ ես, Աստված մեղավորին պատժելու է, կամ սպանեք ամաղեկացիներին, Աստված ասում է, սպանի ամաղեկացիներին, խոսքն է, էդի կա, բայց երանդ չկա դրա մեջը, հա սպանեն, ծերին, երեխու հետ սպանեն, կուրս տվող կնոջը երեխու հետ, կրծք երեխու հետ սպանեն, երանդ չկա դրա մեջը, դրա ջուրը կա, ջուրը խոսքն է ասում, բայց երանդը գինին չկա, գինին պրծնում է, հասկանում եք, խոսքը ավարտվում է, այդ վայելչությունը չկա խոսքի սենց ասած, եւ այդ ժամանակ Հիսուսը ջուրը աստվածաշնչյան խոսքը փոխում է, վերածում է գինու, այսինքն վայելչության, որ դուք արդեն վայելում ես, իսկականից իմ միջի թշնամիներին Աստված սպանում է, իսկականից իմ միջի այն կուրս տվող, չարը գիտեք ոնց է մարդուն կուրս տալի, մտքով, կամաց կերակրում է, հələ տես էնի գողացավ, տես ինչ տներ ունի, ինչ ավտոներ ունի, այնտեղ չես դնում մի քիչ եթմես, մի գետեմ ես այդ ավտով եկավ այդ տղեն ընցավ, կամ նայում ես այդ տունը սարքած, նորից այդ կաթը տված կաթը քեզ բան է տալի, նորից միտք արտասնում, նորից է կաթ տալի, այնքան է կաթ տալի, մինչև դու մեծանում ես, որ մեծացա մի օր գործում ես դա, հասկանում եք, դրա համար ջուրը գինի է սարքում Աստված, երրանդ է տալի քեզ, որ չարի այդ հասկացողությունը, գիր հասկացողությունը կորում է քո մեջ, արդեն դու վայելում ես այդ խոսքերը, վայելչություն է գալի, գինի վայելչության խորհրդապատկերն է, իսկ այն մասին, որ ասում է, եթե գինին արգելված է խմելու, գինին Աստվածաշնչով արգելված չի, ուղղակի ասում է, որ մի գինովցեք, այսինքն մի հարբեք, թե գինին չի արգելված ոչ մի տեղ, եթե կարդում եք, եւ սա ունի իր մեջ մեծ խորհուրդ, սիրելի հարցնող, որ գինին իրականում Հիսուսն ասեց հաջորդ անգամ ես երկնքի արքայության մեջ կվայելեմ ձեր հետ այս գինին։ Պատկերացնում եք երկնքի արքայության մեջ հոգիները գինի խմելու։ Սա ֆիզիկական մի հատ հասկացողություն է, ֆիզիկական մի հատ ձև է, որ երկնքում գինի կա, մի հոգի քարոզում էր, ասում էր, բա երկնքում դոլար էլ կա, դե չենչեր կա, պետք է փոխենք փողերը, բան, մարմնավոր հասկացողությունն է, որ այդ մասին Աստվածաշնչի մեջ չկա ու ոչ մեկ չի գիտություն կազմում, թե դե ոնց անելու կյանքը, որտեղ հավիճենականության մեջ մի անգամ ասել եմ, մի միլիարդ տարի կարող է մի բնակավ մի տեղ ապրենք, մի 50 միլիարդ տարի մի ուրիշ տեղ անսահմանության մեջ,
անսահմանությունը մեր գաղափարին անհասանելի է, ամբողջապես անհասանելի է։ Դրա համար Աստված չի գրի, ասում է լավ կլինի։ Իմ հետ է գտնելու, ինձ հետ փարտալու գիշերու ցերեկ շատ լավ անելու ձեր համար։ Մենակ երկրի վրայից պետք է մենք ունենանք տոմս, ունենանք բանալի երկնքի, ունենանք որ հնարավորություն, թույլատվություն, որ մտնենք երկինք։ Երկնքում շատ լավ անելու։ Սա է ասում Աստվածաշունչը։ Եվ գինի մասի չթույլատրվելը, սիրելի հարց տվող, տեսեք, գինի թույլատրվում է, նորից եմ ասում Աստվածաշունչի, ես օրեկան, դաժե որ մենակ եմ մնում, գինով նում եմ։ Ես հարբում եմ աղոթքով, երգի մեջ հարբում եմ, որ երգի մեջ մարդիկ բաներն եմ, աղոթքի մեջ կամ, դա գինովություն է, գինով նում եմ։ Բայց գինին չափավոր խմելը, ես օրեկան էլ չափավոր խմում եմ գինի, օրեկան իմ ուրախությունը, իմ եռանդը իմ մեջ կա։ Բոլոր հավատացյալների մեջ կա, հոգևոր իմաստով է գինի խմում են։ Իսկ ֆիզիկական գինին չեմ խմում ընդհանրապես ես։ Ինչի համար։ Թեև օգտակար է մի քիչ ստամոքսի համար, մի քիչ ԶՏՄ ինչ որ բժշկական բաներով ասում են գինի քիչ օգտագործելը օգտակար է։ Իհարկե ոչ միշտ, բայց քիչ։ Բայց ես չեմ օգտագործում ինչի համար, որտեղ 1-2 խմեցի, արդեն օրգանիզմս կսովորի, եթե անդադ խմեմ, եթե հուր գա անընդհատ առիթարն եմ խմելու, եթե խմեցի օրգանիզմս կընտելանա ու կսկսի ձգել է ինձի։ Ու կսկսի ձգել, արդեն պահանջ կունենամ ես խմելու։ Եթե խմելու էլ պահանջ ունեցա, արդեն ամեքսեր գիտենք, խմող մարդկանց վախճանը ոնց է, վերջանում ընտանիք է քանդվում, առողջությունն է եւ այլ։ Դրա համար ֆիզիկական խմելը, ես ֆիզիկականը հոգևորի հետ չեմ ստեղ բանանում, համեմատում, էլի այս պարագայում, բայց հոգևոր խմելը վայելչությունը գինին կարելի է նորից կրկնեմ։ Կարելի է, երբեք Աստված չի ասում մի խմի։ Ոնց նայում ենք Աստվածաշնչի մեջ, գինին արգելք չկա։ Ուղղակի ասում աղողին տվեք կորչողներին, գինին տվեք, չգիտեմ ում, դառնահոգիներին, էսի ուրիշ մտքեր ու ուրիշ իմաստներ են։ Եթե ես դառնահոգի եմ, եթե ես բան եմ, աղողին տվեք ինձի, որ վայելեմ, զվարճանա։ Այսինքն չի ասում չի կարելի։ Տվեք դառնահոգիներին, եթե այսօր դու տխուր ես, գնա եղբայրների հետ աղոթք կարա, Աստծո խոսքը կարդա, գինի այդի, քեզի կվայելչություն կտա։ Քեզի ուրախություն կտա։ Այս միտքն է։ Այս միտքն է, սիրելի քուրս եւ եղբայրս։ Շատ գինի խմելու մեջ անառակություն կա, այսինքն եթե են խորհուրդնա, որ եթե դու շատ ես խմում, գինի շատ ես ուրախ, ամեն տեղ ուրախ ես, անառակություն կա։ Անառակն էլ գիտեք ինչ է նշանակում։ Աստվածանից հեռվանում ես, անառակություն ես անում։ Այսինքն սխալ ես անում, ասուց պոռնոգության տիպի մի բան է, որ նկարում ես, Աստվածանից հեռվանում ես։ Ոնց, շատ ուրախ մտնես մեռլատուն, ուրախացեք։ Ինչ ես տխրեք կամ մեկը գասի, իմ պապաս մահացել է կամ տատիս կամ ասենք երեխես օրինակի համար ծանր ռակով հիվանդ է։ Ուրախացի, գինով ես դու։ Ոչինչ, ինչ անենք, չի լինի, դրա մեջ անառակություն է։ Դրա համար ասում եմ շատ մի գինովցեք, անառակություն կա դրա մեջ։ Ուրախ եք, ուրախելի, տխուր եք, տխուր եղեք։ Ամենքի հետ ամեն բանելու որ Քրիստոսին շահեց։ Հոգևոր, ասածից ամբողջ միտքը այն է, որ հոգևոր հասկանանք Աստվածաշունչը, հոգին է կյանքը։ Ֆիզիկական մարմնավոր, որ նայենք աշխարհի մարդիկ էլ գիտեն գինու վնասները չեն խմում։ Խելացի մարդը չի խմում։ Գինու ամեն մի բաժակի մեջ, չգիտեմ մարդը խմելուց ուղեղի կլետկեքի ինչքան հիշողության վրա, աշկերի տեսողության վրա, չգիտեմ լսողության, ինչերի վրա բժշկությունն ապացուցում։ Ազդմա, վնաս է տալի։ Խելացի մարդը չի խմի։ Իսկ այն մարդը, որ խմում է մի քիչ վայելչության մեջ է ֆիզիկական գինի նկատի ունեմ, արդեն սկսում է ձգել իրան, անդադ խմել, արդեն միտքը չի ասում, որ վնաս է քեզ ուր ես խմում։ Այն վայելչությունը չի թողում, բթացնում է իր միտքը։ Այդ կլետկեքը ուղեղի փակում է, ինքը սկսում է խմել։ Նորից եմ կրկնում, վախճանը իրանց ամեքսեր գիտենք խմողների։ Այնպես որ սիրելի հաստվող գինին արգելված չի Աստվածաշնչով, հոգևոր գինին։ Դաժե կասեմ ավելին, պարտադիր է գինի խմելը, բայց ֆիզիկական իմաստով մենք ունենք իմաստություն, հասկացողություն, որ չի կարելի։ Մեր տունը օղի կա, բայց մենք օգտագործում ենք վերքերի համար, կոմպրեսների համար, երեխեք ունենք, թորներ ունենք, օրինակի համար, կա այնտեղ դրած է։ Մի տարիներով կարող այդ շիշ այնտեղ մնա։ Ոնց կա։ Մի անգամ մի հատ հոգևոր էսել ասեմ մենա,
մի հատ հոգևոր եղբայր եկավ մեր տուն, վայ, ես արախ կա ձեր տունը, դուք էլ հավատացյալ եք, արախ եք պահում տունը։ Նման մարդկանց մասին չեմ խոսում։ Իրանք մարմնավոր են հասկանում, ես մյուս անգամ որ ինքը գալիս է մեր տուն, ես այդ արախը պահում եմ։ Դնում եմ դարագի մեջ, ասենք, որ ինքը չտենա չկայթակղվի։ Բայց մենք ազատ ենք, նորից եմ կրկնում, մեր իմաստության, մեր Սուրբ Հոգիի շնորհիվ մենք կարանք գործենք այս երկրի վրա, մենք կարանք ամեն ինչ անենք, այն ինչ որ բարի է։ Մի հատ եղբայր ունեինք, եզդի եղբայր, սենց արեց, ասեց, Արկադի եղբայր, բրատ Արկադի ռուսերեն էր խոսում։ Ես մի հատ եկեղեցի եմ ճարի ասма, այդ ինչ լավ եկեղեցի է, всё можно там ասма, ամեն ինչ կարելի է այնտեղ անել։ Կրոմե գրեխա։ Ամեն ինչ կարելի է անել, բացի մեղքից։ Աստվածաշուչն էլ նույնն ասում, ամեն ինչ մենք կարանք անել, մեզ ամեն ինչ կարելի է, բացի մեղքից։ Բացի մեղքից երեկորից։ Եթե գինի խմելը դու համարում ես մեղք, ըստ Աստվածաշնչի, համարի մեղք, դա մեղք է քո համար։ Որտեվ դու ես համարը քո մեջ, քո խշմտանքն է քեզի տանջը։ Հենց խշմտանքը քեզի մեղք է։ Ասում որ ձեր խշմտանքը ձեզ տանջում է, որքան առավել Աստված, որ ձեր խշմտանքը ձեզ հանդիմանում է։ Այդ խշմտանքից է պետք ազատվել։ Եթե նայում ես մեղք չի, ինչի համար տանջվես։ Մի օր ես փող էի դրել 10 ռուբլյանոց, սովետը նոր քանդվել էր, այդ ռուբլիները պետք չէ, մի հատ 10 ռուբլյանոց կար, Լենինի գլուխը վրան նկարած, ով սովետի վաղտով ապրելա իմանա, ինչի մասին է խոսքը։ Մի խոսքով էջանշան էի դրել Աստվածաշնչի մեջ։ Պաշտպանության ժամանակ բացեցի այդ էջանշանը, մի հատ եղբայր կողքից ցած արեց։ Այ Արկադի եղբայր, այդ սատանին դրել ես այս սուրբ գրքի մեջը, այս ինչ ես անում, գնա Խոստովանը եղբայրը, հեսա եղբայրը պետք է գնա Խոստովանություն արա։ Ես զգացի իր հասկացողությունը, իր հոգևոր հասակը ու խշմտանքը։ Ես վերցրեցի, ճղեցի այդ փողը, գցեցի եւ մեր ոչ արի։ Հասկանում եք, ինչի մասին է խոսքը, սիրելիներ։ Միլանյա ջան, այսքանը ինձ թվում է հասկանալի է լավ էլի, որովհետեւ եթե խոսալու ասենք խոսքից այնքան խորն է Աստվածաշունչը, այնքան լայն իմաստ ունի, մեզ պետք է այդ Աստվածաշունչի հիմքը բռնենք։ Այդ հիմքը Սուրբ Հոգին է, սրբության հոգին ընդունենք։ Ինչ որ կարդում եք, ինչ որ խոսում եք, ինչ որ անում եք, սրբությունը գտեք։ Բարիությունը գտեք, Սուրբ Հոգին է, բարի ձևով մտածեք։ Դա է Սուրբ Հոգին։ Արդյոք այդ փողը մեղք կա, որ դնում եմ դրա մեջ։ Պողոս առաքյալը ասում է, կռատուն ես կմտնեմ, կուրքի զոհվածի միս կուտեմ։ Արդյոք մեղք կա այդ։ Իհարկե չէ, կուրքերը ոչինչ չեն այս աշխարհում, ես Աստված ունեմ, դա միս է ուղղակի։ Բայց որ մեկը գայթակղվում է, հավիտյան միս չեմ ուտի։ Նույնպես իրավիճակի նույնս հիմքի վրա գինի։ Աստված շատ օգնի։ Մնաք խաղաղության մեջ, ողջան, Աստված ձեր հետ։ Աստված ձեր հետ, Տեր օրհնի ձեզ։